Բարձրագույն դատական խորհուրդը 2.5 տարի անց ստիպված է երկրորդ անգամ քննել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Նոր քննության պարտավորությունը Բարձրագույն դատական խորհրդի ուսերին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով։ Մտավ ուժի մեջ 3 ամիս հետո եւ դրանից հետո 3 ամսվա ընթացքում էլ մենք կարող էինք ներկայացնել կամ Նախարարը որևէ բան չէր ներկայացրել, մենք ինքներս ներկայացրեցինք, իրեն այվեց եւ այսօր նիստն էր։ Դեռևս 2023 թվականի հունվարին խորհուրդը պարզապես այլ նախագահով եւ անդամներով որոշում էր կայացրել դադարեցնել Անտոնյանի լիազորությունները։ Նա առաջի դատավորն էր, որի լիազորությունները դադարեցվեցին միեդի Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռի հիման վրա։ Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների եւ ինչպես նաեւ քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ։ Այսինքն դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով նույն կողմի վերստին ներկայացված Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով 2 իրարամերժ որոշումներ են կայացվել։ Անտոնյանը սակայն համաձայն չէր Կարեն Անդրեասյանի եւ նրա թիմի որոշման հետ։ Նա սկզբում դիմեց Սահմանադրական դատարան, ապա հրատապ գանգատ ուղարկեց ՄԻԵԴ։ Լիազորությունների դադարեցման որոշումից 2 տարի անց Ստրասբուրգյան դատարանն ընդդեմ Հայաստանի նորից վճիռ կայացրեց, այս անգամ հօգուտ նախկին դատավորի, հիմքում դնելով հենց Անդրեասյանի գործոնը։ Եվրոպական դատարան, որը վճռեց, որ ըստ տեղի ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի խախտում նախագահի Կարեն Անդրեասյանի անաչառ չլինելու մասով։ Նաև արձանագրեց, որ անդրադառնալով բացառքի միջնորդությանը խորհուրդը թեև պատճառաբան է եւ բացառքի դրված հանգամանքները, ինչպես նաև որոշ հիմքերի ընդհանրապես չի անդրադարձել։ Սուրեն Անտոնյանի գործով նոր քննության մեկնարկին նախկին դատավորը եւ նրա ներկայացուցիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախորդ վարույթի ժամանակ եւս պաշտոնավարած ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ 9 անդամները եւ նախագահն այս հարցը բավական երկար քննարկեցին փակ դռների հետևում։ Ավելի քան 1 ժամ անց վերադարձան բացասական պատասխանով։ Հաշվի առնելով ներկայացված միջնորդության հիմքերը, դրանք համադրելով մի այդ որոշման արտահայտված դիրքորոշումների հետ, պետք է որ դրանք մասնավորապես վերաբերում են այն ժամանակ խորհրդի նախագահ հանդիսացած Կարեն Անդրեասյանի անաչառությանը, ուստի Կարեն Անդրեասյանի բացառքի հարցի քննարկման ժամանակ եւ արդյունքում կայացված որոշման վերաբերյալ Երանուհի Թումանյանցի որևէ դիրքորոշում սույն հարցին քննության վրա չկարող ազդեցություն ունենալ եւ չկարող անկամնակալ դիտորդի մոտ կասկածացող խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ։ Թումանյանցը կշարունակի մասնակցել գործի քննությանը, ինչպես 2.5 տարի առաջ, այնպես էլ այսօր ներկայացվեց Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Թեև ՄԻԵԴ-ն արձանագրել էր Անտոնյանի գործով խախտումներ, այնուամենայնիվ Արդարադատության նախարարությունը շարունակեց պնդել միջնորդությունը։ Հաշվի առնելով, որ սույն միջնորդության քննությունը տեղի է ունենում թվականի սեպտեմբերի 17-ի Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի որոշման վերանայման արդյունքներով, ինչպես նաև ուսումնասիրելով Անտոնյանն ընդդեմ Հայաստանի որոշման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, ընդունում ենք լիազոր մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև միջնորդության քննության ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից արտահայտված դիրքորոշումները եւ խնդրում բավարարել միջնորդությունը։ 2 րոպեանոց կարճ միջնորդությանը նախկին դատավորի ներկայացուցիչը հակադրվեց մոտ 2 ժամ տևողությամբ հարցեր ուղղելով։ Մասնավորապես, կողմին հետաքրքրում էր, թե ինչու է Արդարադատության նախարարությունը կարգապահական պատասխանատվության մասով միջնորդություն ներկայացրել 2015 թվականին ՄԻԵԴ կայացրած Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռից 7 տարի անց։ Դատական օրենսգիր սահմանադրական օրենքը սահմանում է նաև հիմքերը իրավական մասով, որոնք են համարվում կարգապահական խախտումներ։ 144 հոդվածով սահմանվում է նաև, թե առանձին դեպքերում երբ կարող են, ինչ ժամկետներում կարող են կարգապահական վարույթ հարուցվել, եւ երբ խոսքը գնում է մարդու իրավունքների
սույն դեպքում մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տարածված որոշման ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում առկայացնող դատը ստանալու է այդ ժամկետը, որ տարբերվում մնացած ժամկետներից, որը սույն դեպքում նույնպես բնականաբար դրված է վարույթի հարուցման, վարույթի իրականացման հիմքում։ Այնինչ նախկին դատավորը Ֆակտոր TV-ի հետ զրույցում հակադարձում է։ 15 թվականին ես վճիռ եղավ, 16-ին մտավ ուժի մեջ, ինձ կարող էին կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ ոչ միայն ինձ։ Պալատի այդ ամբողջ կազմին, որոնք այդ որոշումը ստորագրել էին։ Բայց այդ որոշ պատասխանատվության համար նախատեսված էր ժամկետ։ Միջազգային դատարանի վճիռ ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։ Եվ փաստացի այդ ժամանակահատվածում մեր նկատմամբ որևէ վարույթային գործողություն չի եղել։ Իսկ ինչու բարձրագույն դատական խորհրդի կազմի առաջ կանգնեց 7 տարի անց։ Նախկին դատավորը պատասխան չունի, իսկ կան ակնկալիքներ, որ խորհրդի փոփոխված կազմը հնարավոր է իրեն վերականգնի դատավորի պաշտոնում։ Ես գործում եմ մի սկզբունքով, որ ես կանեմ այն ամենը, ինչ որ պետք է անեմ, եւ թող լինի այն, ինչ որ լինելու է։ Դա իմ սկզբունքն է, ես դրանով աշխատում եւ ապրում եմ։ Անտոնյանը կվերադառնա դատավորի իր պաշտոնին, որը զբաղեցրել է ավելի քան 14 տարի։ Պարզ կդառնա հաջորդ նիստերից հետո բարձրագույն դատական խորհրդի նոր կազմի կողմից կայացված որոշման արդյունքում։ 3 շաբաթ հետո նշանակված հաջորդ նիստին Անտոնյանը եւ նրա ներկայացուցիչը հանդես կգան ելույթով։